Մեկ շնչին ընկնող հնայի չափով Գերմանիայից հետ ենք 6 անգամ, Ամերիկայից հետ ենք 9 անգամ, Սինգապուրից հետ ենք 10 անգամ։ Սա ամենակարևոր թվերից է։ Ինչքան էլ այս թիվը ճշգրիտ չլինի, փողի գնողունակությունը տարբեր երկրներում տարբեր լինի, բայց այս թիվը շատ բանի մասին է խոսում։ Եթե Հայաստանը Սինգապուրից 10 անգամ հետ է մեկ շնչին ընկնող հնայով, դա նշանակում է 10 հայ մարդ մի տարվա մեջ նույնքան արժեք է ստեղծում, ինչքան մեկ սինգապուրցի մարդ։ Մենք հետ ենք նաև Ռուսաստանից, մենք հետ ենք Բրազիլիայից, հետ ենք Բելգիայից, հետ ենք գրեթե բոլոր եվրոպական երկրներից։ Այս թվերի մեջ վատը գիտեք որն է, որ Հայաստանը փոքր երկիր է։ Մեր փոքրությունը մեզ պիտի ստիպի, որ մենք մի քանի անգամ առաջ լինենք այս երկրներից։ Երբ որ մենք մեկ շնչին ընկնող հնայով փոքր ենք մեծ երկրներից, որոնք ունեն 10, 20, 100 անգամ ավելի շատ բնակչություն, քան մենք, նշանակում է, որ բացարձակ թվերով մենք շատ փոքր ենք, մենք գաճաճ ենք, չենք երևում, ընդհանրապես աշխարհի քարտեզի վրա գոյություն չունենք։ Երբ դուք նայում եք Հայաստանի քարտեզին եւ տեսնում եք, որ տարածքով մենք շատ փոքր ենք, իմացեք, որ տնտեսությամբ, տնտեսական հզորությամբ էլ ավելի փոքր ենք։ Եթե մենք ուզում ենք մրցակցել Ադրբեջանի հետ, մենք իրավունք չունենք լինելու Ադրբեջանի չափ մեկ շնչին ընկնող հնայով։ Մենք նույնիսկ 20%-ով, 30%-ով ավել պիտի չլինենք։ Մենք պիտի 3 անգամ ավել լինենք։ 3 անգամ ավել լինենք, որ բացարձակ թվով կարողանանք մրցակցել մի երկրի հետ, որը ուզում է ոչնչացնել մեր երկիրը։ Փաստացի էլի։ Ուզում է։ Շարունակում է զենք առնել մեծ քանակների, հիշեցնեմ ձեզ։ Իսկ մենք եթե հիմա նույնիսկ Ադրբեջանից մեկ շնչին ընկնող հնայով, եթե նույնիսկ առաջ ենք, չնչին քանակով ենք առաջ։ Վրաստանից հետ ենք, Թուրքիայից զգալի հետ ենք։ Բնակչությամբ հերիք չի հետ ենք 20-30 անգամ։ Մեկ շնչին ընկնող հնայով նույնպես հետ ենք։ Մենք պարտավոր ենք մեր բոլոր հարևաններից մի քանի անգամ առաջ լինել։ Եվ սա, եթե դժվար էր 90-ականներին, եթե դժվար էր 2000-ականներին, ապա 2020-ականներին, 30-ականներին, 40-ականներին սա արդեն իսկ հնարավոր է, որովհետև ինչքան էլ սահմանները շրջափակված լինելը խնդրահարույց է պետության համար, բայց նոր տեխնոլոգիաները թույլատնում են այդ խնդրը, թույլատնում են, ես չեմ ասում ոչնչացնում են։ Բնականաբար շատ ավելի լավ է ունենալ դեպիցով ելք, քան չունենալ։ Բնականաբար շատ ավելի լավ է, ահռելիորեն ավելի լավ է ունենալ երկաթուղի, քան չունենալ, ունենալ տարատեսակ ճանապարհներ, քան չունենալ։ Բայց այդ խնդիրը 1900 թվին ուներ մի նշանակություն, 1990 թվին ուներ բոլորովին այլ նշանակություն, 2025 թվականին ունի բոլորովին այլ նշանակություն։ Եվ կրկին ես չգիտեմ Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ, որը իրական թվերի մասին հրապարակային խոսի։ Սա նույնիսկ քաղաքական հարց չի։ Այս այն հարցն է, թե մենք առհասարակ ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ եւ որտեղ ենք ուզում, որ լինի Հայաստանը 2100 թվականին, դարավերջին։ Դարի 25%-ը գնաց։ Մենք մոտավորապես գիտենք որտեղ է լինելու Ադրբեջանը, Թուրքիան, մոտավորապես գիտենք ինչ է լինելու Վրաստանի հետ։ Անհայտ է ինչ է լինելու Պարսկաստանի հետ։ Մենք որտեղ ենք լինելու, մենք առհասարակ ինչպիսի հավասարակշռության մեջ ենք լինելու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Եվ իմ ասածը չի հակասում հարաբերությունների կարգավորմանը։ Ոչ ոք Նաստրադամուսը չի, չգիտի ինչ է լինելու 40 տարի հետո կամ նույնիսկ 5 տարի հետո։ Ոչ ոք չգիտի ինչ իշխանություն է գալու Թուրքիայում։ Ոչ ոք չգիտի Ռուսաստանի Եվրոպայի հարաբերությունները ինչ են լինելու։ Ոչ ոք չգիտի Չինաստանի եւ Հնդկաստանի դերը ինչ աստիճանով են աճելու։ Չինաստանի եւ Հնդկաստանի դերը կարող է գերագնահատվել մինչև դարավերջ, ինչպես թերագնահատումից են վախում, նաեւ կարող է գերագնահատվել։ Ոչ ոք չգիտի ԱՄՆ-ի տարածաշրջանային դերը ինչ է լինելու։ Էլ չխոսած Մերձավոր Արևելքի մասին, որ շատ բան դեռ անհայտ է, Իրանի մասին, որ շատ բան դեռ անհայտ է։ Ոչ ոք չգիտի աֆրիկյան տնտեսությունները ինչպես են աճելու, Աֆրիկան ինչ դեր է ունենալու դարավերջին, որ մեզ աշխարհագրորեն շատ մոտիկ է։ Հետևաբար, քանի որ մենք սա չգիտենք, ժողովրդագրական եւ տնտեսական առումով մենք չենք կարող երաշխավորել մեր ապագան, եթե մի քանի անգամ մեկ շնչին ընկնող հնայով չգերազանցենք մեր հարևաններին։